Քոչարյանը, Ծառուկյանն ու Կալուգացին մանտրայի պես անընդհատ կրկնում են, որ մեզ երաշխավոր ա պետք, մենք երաշխավոր չունենք։ Բայց եթե զուտ փաստաթղթային իմաստով նայենք, մենք ունենք երաշխավոր։ ՀԱՊԿ բազմակողմ ֆորմատում, Ռուսաստանն էլ երկկողմ ֆորմատում 97 թվականի պայմանագրի հիման վրա, երկուսն էլ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր են։ Երկուսն էլ գրավոր պարտավորվել են, որ երբ որ մեր սահմանների վրա հարձակում լինի, նրանք պարտավոր են միջամտել։ Դե իհարկե տեսել ենք ինչ ա եղել իրականում, երբ որ նման բանի մենք բախվել ենք, բայց հարցը դա չի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Քոչարյանը, Ծառուկյանն ու Կալուգացին, երբ որ ասում են մենք երաշխավոր չունենք, մեզ երաշխավորապետ, ինչ են ուզում ասեն։ Ուզում են ասեն, որ Ռուսաստանը իրականում մեր երաշխավորը չի, հա, կամ ուզում են ասեն, որ իրենք չեն վստահում, որ երբ որ պահագա Ռուսաստանը երաշխավորության իր պարտավորությունը կատարելու է։ Եթե դա են ասում, թող ուղիղ ասեն, ինչի է սեթևեթում։ Թող ուղիղ ասեն, պարոն Քոչարյան, պարոն Ծառուկյան, Հարգարժան Կալուգացի, երեք ուղիղ ասեք դա, չեք ասի, որովհետև չեք կարող դուք դա ասել։ Որովհետև իրականում, երբ որ դուք ասում եք մեզ երաշխավորներ են պետք, դուք նկատի չունեք, որ մեզ նոր երաշխավոր ա պետք։ Դուք նկատի ունեք, որ մեզ պետք է նույն են հին երաշխավորությունը, որը գրոշի արժեք չունի, որովհետև երբ որ պահը գալիս այն չի գործում։ Դուք նկատի ունեք ոչ թե խաղաղության երաշխավորություն, դուք նկատի ունեք հակամարտության շարունակման երաշխավորություն։ Այ դա է ձեզ պետք։ Իսկ եթե ավելի հեռում գնամ, դուք ոչ մի բան էլ նկատի չունեք, ձեզ ոչ մի բան էլ պետք չի, որովհետև դուք այդքան չկաք որ ինչ-որ բան նկատի ունենաք կամ ձեզ ինչ-որ բան պետք լինի։ Ձեզ ասում են դուք կրկնում եք։